Ոնց է Equify-ը ընտրում եւ ցուցակում ստարտափներ։ Դա ամենակարևոր հարցերից է, որը նաեւ մեզ է տրվում սովորաբար։ Ինչ process-ներով ոնց է դա ընտրվում։ Դե կա մի քանի ցուցանիշ եւ ընդհանուր առմամբ ամբողջը այտենց ինստիտուցիոնալ process է։ Առաջի չափանիշը այն է, որ հիմնադիրներից մեկը պետքա լինի հայ, որ հետո այդ կազմակերպությունը, եթե նույնիսկ այս պահին ունի գործունեություն Հայաստանում, ծավալի այդ գործունեությունը research արվի, չգիտեմ, այդ արժեքը, որ ստեղծվում է, գիտությունների հետ կապված եւ այլն, դա լինի Հայաստանում։ Երկրորդը շատ կարևոր է եւս, որ Equify-ը չլինի առաջին ներդրողը, այսպես ասած, այսինքն այստեղ արդեն լինեն մասնագիտացված ներդրողներ այդ ստարտափում, լինեն դա ֆոնդեր ներդրումային, տեղական միջազգային հրեշտակ ներդրողներ կամ այլ այտենց պրոֆեսիոնալ մասնագիտացած կառույցներ։ Այդ երկու չափանիշներից հետո, եթե արդեն մենք գործ ենք անում ստարտափի հետ, արդեն անցնում է որոշ չափով ստուգման փուլ, հա, ստանդարտ պրակտիկայում կոչված due diligence։ Մենք ունենք 5 հոգանոց հանձնաժողով, բոլորը փորձառու մասնագետներ են ոլորտի, ներդրողներ, ֆոնդերում ներգրաված ներդրողներ եւ այլն։ Եվ այդ մարտիկ 5 հոգով, այսինքն կատարվում է due diligence-ը, ստուգում է product-ը, ինչ որ չափով, ինչանով ամրցունակ, մրցակցությունը, շուկան, հիմնադիրները իհարկե, ֆինանսական մասը, իրավաբանական մասը եւ այլն, եւ վերջում, երբ որ արդեն հասնում ենք ավարտին, ինչ որ գնահատվում է գնահատման մոդելով եւ որոշում է կայացում հանձնաժողովով այդ ստարտափը ցուցակել թե ոչ։ Մենք բոլոր դեպքերում այն ստարտափների հետ, որ աշխատում ենք, մեր համար շատ մեծ, այսպես ասած, պրիվիլեգիա է աշխատել այդ ստարտափների հետ, որտեղ հիմնադիրները դեր ամենախելացի մարդկանցից են, ամենատաղանդավոր աշխատասեր եւ այլն, բայց բոլոր դեպքերում այս process-ը շատ ինստիտուցիոնալ է։ Հա, մեկ էլ շատ կարևոր մի բան, որ ներդրումներից հետո, երբ որ բոլորս արդեն ներդրում ենք կատարել, հավաքագրումը ավարտվում է, շատ կարևոր է նաեւ ստարտափներին աջակցել, հա, մենք ունենք շատ մարդիկ տարբեր երկրներում, համայնքում, հա, այսինքն այդ մարդկանց ստարտափների հիմնադիրներին շատ կարևոր է կապեր հաստատել տարբեր բիզնեսի ուղղություններով, այսինքն վաճառքների ուղղությունով տարբեր երկրներում բոլորը շատ մեծ կապեր ունենք։ Հենց որ եթե գիտեք, որ համայնքից ինչ որ մեկը կամ հիմնադիրներից ինչ որ մեկին կարող եք օգնել կապերով, իհարկե շատ ուրախ կլինենք այդ կապը հաստատելու, որովհետև նախկինում ստացվել է հենց որ համ խորհրդատուներ ենք ձեռք բերել ստարտափները, համ վաճառքի կոնտակտներ տարբեր տեղերում, հենց որ այդ մասն էլ է շատ կարևոր։ Դե սա այսինքն մեր ցուցակման process-ի հետ կապված եւ մինչ հանդիպում։